Ամեն ճյուղ, որ ինձանում է և պտուղ չէ բերում, նա կտրում է նրան։ Սա հետաքրքիր աստվածաբանական հարց է առաջացնում։ Ինչպե՞ս կարող եք լինել ճյուղ Հիսուսում, առանց հավատացյալ լինելու։ Եթե պտուղ չեք տալիս, նա կկտրի ձեզ։ Ամեն պտուղ բերողին մաքրում է, որ էլ ավելի պտղաբեր լինի։ Ձեզանից ոմանք անցնում են մաքրագործման միջով, և դուք կարող եք պայքարել դրա դեմ, մտածելով, թե ինչն է, որ այն չէ։ Ամեն ինչ ճիշտ է գնում։ Դա պարզապես գործընթացի մի մասն է։ Դուք չեք մաքրվում, որովհետև դուք ուխտադրուժ եք, մեղավոր կամ չնվիրված անձնավորություն։ Դուք մաքրվում եք, որովհետև պտուղ եք տալիս։ Եվ մաքրվում եք, որպեսզի կարողանաք ավելի շատ պտուղ տալ։ Դուք պետք է տարբերակեք Աստծո պատիժը Աստծո մաքրագործումից։ 3 և 4 համարներում գրված է. Դուք արդեն մաքուր եք այն խոսքի համար, որ ձեզ հետ խոսեցի։ Կացեք ինձանում, և ես ձեզանում։ Ինչպես որ ճյուղն իր անձիցը կարող չէ պտուղ բերել, եթե որդումը չմնա, այսպես ոչ էլ դուք, եթե ինձանում չմնաք։